Իմ նշած հերթականությամբ Ռուբեն Մխիթարյանը 24 News-ի եթերում հայտարարում էր, որ այն մարդիկ, ովքեր պնդում են, թե ինքը փորձում է միանշանակ իմ դաստիարակությունը թույլ չտա ես եթերում նման բան ասեմ, բայց այն մարդիկ, ովքեր պնդում են, թե ինքը փորձում է այնպես անել, որ նախկինները վերարտադրվեն, արտաթորանք են ուտում, այլ բառով ասած իհարկե, Մարտուն Գրիգորյանը ձեր վարած բանավեճից բոլոր տեխնացուների հետ Գյումրու քաղաքապետի դուրս եկավ, հենց Գյումրու թատրոնում էր, չէ՞, անցկացվում բանավեճը։ Թատրոնի դիմաց մի այնպիսի ճառ ասաց, որ տենց մարդկանց մոտ տպավորություն էր, թե Վարդան Ղուկասյանի դեմ պայքարող մի վերջին սամուրայ է իրականում Մարտուն Գրիգորյանը, ել չասած, որ նաև ներքին խողովակներով էսպես անընդհատ շրջանառում էր թեզը, թե ԿՊ-ն ու Վարդան Ղուկասյանը միասին են։ Դա Մարտուն Գրիգորյանն էր ասում, որ ինքը բացահայտել է դա դրա համար իրան ճնշում։ Այո, ուղիղ տեքստով դա էր ասում։ Ձեզ մի դեպք էլ պատմեմ, այս սրա հետ կապված ուղիղ։ Գյումրիում քարոզարշավի ժամանակ մենակ մի թաղում եմ, այդ թաղային քարոզարշավի մասնակցել Թուրքի մայլա թաղում։ Դա Մարտուն Գրիգորյանի թաղն է, եթե ինչ։ Քայլում էինք, մի պապիկ տարեց տղամարդ մոտեցավ, բա ձեզ շատ եմ սիրում, ասեց, բայց ձեզ չեմ ընտրելու, մեր Մարտունին եմ ընտրելու։ Ասի, բախի մեզ չես ընտրելու, որ ինձ շատ ես սիրում։ Ասեց, դուք Վարդանիկի այդ խաղերի մեջ եք, Մարտունը սա որը դոր դեմը կառնի։ Հիմա ես վստահ եմ, որ գնանք նորից էլի Թուրքի մայլա, ես կարամ էլի Թուրքի մայլա Մարտունի թաղ, ես կարամ պարզ ճակատ մտնեմ, Մարտունը կարա, թե չէ, այդ երկրորդ հարցն։ Դե սա հա դասական բան է, ինքը շատ լավ գիտի ինքը ում է դարձնում քաղաքապետ։ Ինքը դա բոլորիցս լավ գիտի ու բոլորիցս շատ է դրա մասին խոսել, թե ով է իրականում Վարդան Ղուկասյանը, ու թե ինչ մեղքերի մեջ է հենց ինքը մեղադրել Վարդան Ղուկասյանին։ Ու շատ լավ գիտի, որ տենց կաշին չփոխվելու մասին հայտնի ասացվածքն է շատ լավ գիտի ու գիտի, որ այս պատասխանատվությունը իր ուսերին է, սա ուղղակի կարծում եմ ճղճին փորձ է, որպեսզի իր վրայից այդ պատասխանատվությունը գցի։ Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը, քաղաքի հետագա ճակատագիրը եւ այլն մնալու է այդ երկու կուսակցությունների եւ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Ինքը այլևս պատասխանատու չի։ Դե այդպես չի լինում։ Այդպես չի լինում ու չի կարող լինել։ Դու չես կարող մեկին դարձնել քաղաքապետ, հետո ասել իր վրա պատասխանատվություն չի։ Մի ուրիշ բան է պատմեմ։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում Ռուբեն Մխիթարյանի համար քարոզչություն արած մարդիկ այսօր Facebook-ում թեգում են մեր կուսակիցներին, մեր կուսակցությանը, ասում են դատեք Վարդան Ղուկասյանին, թույլ մի տվեք նա դառնա քաղաքապետ։ Անձնական նամակներով նաև մեզ են գրում։ Ասում եմ, եղբայր, բայց հազարդ ներողություն էլի, ես ինքս անձամբ եկել էի Գյումրի ու անձամբ ասում էի, որ երբ որ ընտրում եք Ռուբեն Մխիթարյանին, ընտրում եք Վարդան Ղուկասյանին, ընտրում եք այս մեկին, ընտրում եք Վարդան Ղուկասյանին, ընտրում եք այս մեկին, դուք այդ ժամանակ շարունակում եք, էջը նայում եմ ախր, դուք այդ ժամանակ շարունակում եք քարոզչություն անել։ Բայց այդ ո՞նց է տենց լինում։ Ու մենք անձնական պատասխանատվությունը հասկանում եք, մենք շատ ենք խոսում քաղաքական գործիչների խոսքի, վարքի, ասացի ու արածի համապատասխանության, այդ պատասխանատվության մասին։ Բայց մենք շատ քիչ ենք խոսում օրինակ փորձագիտական, այդ քաղաքագիտական, լրատվական դաշտերի այդ պատասխանատվության մասին։ Մարդիկ, ովքեր այդ նույն նարատիվը, որ տանում էին այս մարդիկ, թե իբր դա իր իշխանության սև քարոզչությունն ընդամենը, որ այս երեք իրեն ձայները տալու են, այդ նույն լրագրողները այսօր խոչապահար զանգում են, ասում են մի բան արեք, թույլ մի տվեք, որ այսպիսի բան տեղի ունենա։ Ու մենք բոլորս միասին հասանք դրան, որի համար շնորհավորում եմ բոլորիս, ԿՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ։ Դուք իշխանություն եք Գյումրիում։ Ոչ։ Մենք նախկինում Գյումրիում թվականակով երկրորդ խմբակցությունն էինք, նախորդ ընտրություններում ստացել էինք 7000 ձայն, այս պահին Գյումրու համայնքապետարանում ավականու կազմում ամենամեծ խմբակցությունը քաղաքացիական պայմանագիրն է։ Համամասնական ընտրակարգի ներդրումից հետո քաղաքացիական պայմանագիրը այս ընտրություններում ամենաշատ ձայն ստացած կուսակցությունն է, որպես օրինակ 16 թվականին Սամվել Բալասանյանը այդ համամասնական ընտրակարգով քաղաքապետ էր դարձել ընդամենը 14000 ձայնով։ Մենք ստացել ենք 17000։ Մեր 17000 ձայնը ավելի շատ է, քան Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի ստացած ձայները միասին վերցրած։ Ու եթե այս ընտրակաշարք, բան, այս ամեն ինչն էլ տակից եթե հանես, ինձ թվում է առնվազն առավել քան ակնհայտ է, թե ով է այս ընտրություններում ինչ աջակցություն ու քաղաքացիների համակրանք ստացել։ Ազգային հողի վրա խմբակային բռնաբարություններ ու ազգային հողի վրա սպանություններ։
Չէ, գիտեք ինչ են ասում են այ որ ընտրեք ԿՊ-ին, թուրքերը կգան ձեզ կսպանեն ու ձեզ կբռնաբարեն։ Իստեղ մեր հայնա Դե հիմարագույն թեզա ուղակի, մեծ հաշվով աթոռակռվի, աթոռապաշտության ու սեփական փորը լցնելու համար տենց բան է, էլի մեղադրանք ասենց նետում են թուրքեր։ Էս ինչ է, եկեք ասեմ, ուրեմն նախ գլուխը պատին է տալիս, ցանկացած մեկով մեզ կսպառնա ու ես ձեզ ասում եմ նման հերոսներ չի, որ հետագայում դարձել են անդիմադիր նույն դաշտի բանը էլի խարանը որպես այդպեսին Սյունիքի համայնքապետերը ձեզ օրինակ, բայց ինչևէ ես թույլ տվեք ասեմ հետեւյալը։ Մենք այս ընտրություններում, ու առհասարակ բոլոր ընտրություններում մենք ասել ենք, որ մենք երբեք ընտրական օրենսգիրքը չենք խախտելու։ Սահմանադրությամբ մարդու քաղաքացու ընտրելու եւ ընտրվելու իրավունքները չենք ոտնահարելու։ Չենք արդարացնում ձեր անկարողությունը։ Չէ, մի վարքյան էլի, մի վարքյան։ Ընդհանրապես անկարողության մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ կա ժողովրդավարություն։ Ժողովրդավարություն կոչվածում, երբ որ երկրորդ տեղը Գյումրիում զբաղեցնում է Վարդան Ղուկասյանը, ուրեմն գյումրեցիների երկրորդ նախընտրելի տեխնացուն այդ ընտրություններում եղել է Վարդան Ղուկասյանը։ Թալանչիները պատասխան տալիս են ու կտան, որն էլ դեռ չի տվել կտա։ Հավատացնում եմ ձեզ, որն էլ դեռ չի տվել կտա։ Օրեկան ռեժիմով նրանց գույքերը բռնագանձում են ու հենց նույն Վարդան Ղուկասյանը իդեպ իր բերանովա լավա Քարոզ Արշավից առաջ ասել, ես իմ համար տանը նստած էի, եկաք ընկաք իմ հետևից դատական գործերը բացեցիք, ինձ տանում եք դատեք, ես դրա համար մտա քաղաքականություն։ Դա չի նշանակում, որ պետք է գնալ ցանկացած հանցանքի մեջ մեղադրվողին գնալ ընտրել ասելով այ չդատեցիք էլի, չդատեցիք ժողովուրդ ջան։ Ես ոչ մեկի չեմ մեղադրում, ով ում ուզել գնացել ընտրել է։ Բայց դրանից հետո երբ որ այդ մարդկանց ընտրողները մեզ ասում են, ընտրողները, հենց իրանց ընտրողները, այս 4-ի ընտրողները մեզ մեղադրում են, ասում են, այ խիեք ուշացնում, ինչի չեք դատում, ինչի պետք է սենց լիներ, կներեք։ Դուք գնացիք ընտրեցիք։ Համայնքապետարանում ունենալու ենք ավականու ամենամեծ խմբակցությունը ու ով ինչ ուզում է ասի, չգիտեմ ով ընդեղ իրան ինչ ուզում է համարի, դա ես վստահ եմ իրեն զգացնել է տալու ու քաղաքացիական պայմանագիրը առնվազն կարողանալու է նաև տեղ-տեղ որոշիչ դեր ունենալ։ Բայց նորից վերադառնալով նախորդ թեմային, շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր մեկը մշտապես հասկանա իր արած պատասխանատվություն, իր արածի համար իր պատասխանատվության բաժինը։ Որովհետև երբ որ մենք ասում ենք, որ Սերժն ու Քոչարյանը նոր ինչ-որ դեմքերով, գունավոր, փուչիկներով ու թիթեռներով փորձում են վերարտադրվել, մեզ ասում են, այ դուք այդ նախքին ներկա կոնտեքստից բան չարեցիք, դուրս չեկաք այդ նարատիվից, այս չարեցիք, այն չարեցիք։ Էլ ինչ նախքին ներկա կոնտեքստ, եթե բառի ամենաուղիղ իմաստով Վարդանիկը պիտի դառնա Գյումրու քաղաքապետ։ Իր շնորհիվ ինչ որ տենց նոր գունավոր, լուսավոր, չգիտեմ ինչավոր դեմքերի։ Նոր տակտիկա էին մշակել ընդդիմադիր ուժերը այս ընտրությունների համար, ամեն նախագահ առաջադրել էր երկուական տեխնացու, Սերժը 2, Քոչարյանը 2, ու այդ երկու տեխնացուներով կարողացան մաքսիմալ շատ քվեներ կորզել։ Ու այդ տակտիկայով ընտրեցին իրենց, այսպես ասած, Սերժա Քոչարյանականության կվինտեսենցիա համարվող Վարդան Ղուկասյանին, որովհետև Սերժա Քոչարյանը իր էությամբ, ասենք, ավելի վառ դժվար է արտահայտել, քան Վարդան Ղուկասյանն է, էլի։ Ավելի վառ դա արտահայտել ուղղակի չի կարելի։ Իսկ ինչով է պայմանավորված վերջին մի քանի օրը նրանց թիմերի կատաղի պայքարը։ Ես կարծում եմ ինչ-որ բաներ էին փորձում իրար հետ կիսել, տենց վերջում կիսեցին ըստ երևույթին։ Ուրիշ ոչ մի բանով։ Նրանց այդ թվացial հակամարտությունը որպես այդպեսին, էլի մեծ հաշվով բան է, ինքը ընդամենը թատերական ներկայացում է եւ ոչինչ ավելի, որտեվ քրյա օլիգարխիան ինչ ուզում է լինի, ինքը մնում է քրյա օլիգարխիա։ Ու ցանկացած պարագայում Սերժն ու Քոչարյանը որպես քրյա օլիգարխիայի պարագլուխներ միշտ ու միանշանակ գալու են ընդհանուր հայտարարի։ Այս ընտրությունների միջև ընտրության հաջորդ օրը համ Սերժի խմբակցությունը, համ Քոչարյանի խմբակցությունը ձկան պես լուր էր։ Ամեն կերպ փորձում էին բան անեն, որ եթե հնարավոր է 10 հոգի ավել խափած պահեն, այդ 10 հոգուն է խափած պահին, թե իրանք այս թեմայի մեջ չկան։ Ընտրության հաջորդ օրվանից սկսած փայատերերը այս քաղաքական թիմերի Քոչարյանի խմբակցությունը, Հայաստան խմբակցությունը հայտարարություն տարածեց, հիշում եք։ Իշխան Սաղաթելյանը քանի անգամ այս ընթացքում գնաց եկավ Գյումրի։ Մի խոսքով Հանրապետական կուսակցությունը, որ իբր թե չկար այս թեմայի մեջ, սկսեց ակտիվորեն հենց երեք էլ հայտարարում են, որ Մարտուն Գրիգորյանը ինքի համար է։ Բայց միջև այդ սկսեցին Մարտունի տեղը բաներ խոսալ,
ինչ որ առաջարկներից, բանից այս տիպի ինչ որ խոսակցություններ տան։ Փայատերերը մտան խաղի մեջ հետընտրական փուլում։ Ու այս նույն սցենարը ամենայն հավանականությամբ նախատեսել են անել նաև 2026-ի համար։ Էլի առաջադրեն ինչ որ տարօրինակ դեմքեր, տարօրինակ ասելով նկատի ունեն ոչ ուղիղ քրյա օլիգարխիկ դեմքեր, այլ կուսակցությունների տեսքով, բայց տակից էլի պիտի գա ինչ որ Վարդան Ղուկասյանի ավելի բարձր լեվելի մեկ, օրինակ, չգիտեմ, Քոչարյանը կամ Սերժը, մեծ հաշվով։ Որտեւ այդ նույն, չգիտեմ, էլի Armenia TV պրոդյուսեր, sense երիտասարդներին համախմբող։ Չէ, տնօրեն էր, ասում էր տնօրեն ա եղել, բայց իրական տեսբան չի եղել։ Դե թող ինքը որոշի հիմա։ Սնվելու ընթացքում իհարկե։ Պրոդյուսեր կամ տնօրեն Armenia TV երիտասարդ լուսավոր դեմք, բան։ Մեկը հետևում էլի Վարդան Ղուկասյանը, մեկը հետևում նույն քրյա օլիգարխիանը։ Դա կոմպրոմիս չի։ Դա իրանց կվինտեսենցիան է։ Ես դες նորից եմ ասում։ Վարդան Ղուկասյանը իր էությամբ լավագույնն է, ինչ Սերժա Քոչարյանը կարա առաջարկի Հայաստանի Հանրապետության։ Վարդան Ղուկասյանը այն լավագույնն է, այն իրանց ոնց ասեմ, ինչ կարա արտադրի Սերժա Քոչարյանը ու առաջարկի հայ հանրությանը։ Էդ է Վարդան Ղուկասյանը, ոչ թե կոմպրոմիս է, վայ դե չէինք ուզում, բայց ոչ։ Դա ձեր լավագույնն է, որ դուք կարաք առաջարկի։ Մի այսպիսի հետաքրքիր դրվագել կա էլի, ես Սարիկ Մինասյանին խնդրել էի բանավեճի ընթացքում Արտուն Գրիգորյանին հարցնել. արդյոք ինքն էլ է միանալու վերջում Վարդան Ղուկասյանին։ Դե խուսափում էր ինքը այդ հարցից։ Հա, բայց ես խնդրեցի, որպես ինքը հարցնի։ Սարիկ Մինասյանը ինձ ասեց. «Ափ ջան, դու լավ չես հասկնա։ Այդպես բան չի կարող լինի»։